Տարեցների միջազգային օրը Գյումրիի բարեկամության այգում ավելի շատ ծերերն էին, քան երեխաները։ Գյումրեցի տարեցներին միացել էին երևանցի ու վանաձորցի տարեցները ու իրենց տոնն էին նշում, երգեցին, պարեցին, նարդի խաղացին։ Կարիտաս բարեսիրական կազմակերպություններ տարեցներին իրար գլուխ հավաքել։ Թոշակի հույսին ապրող միայնակ ծերերի համար դժվար է ստացածով ապրել, բժշկի գնալ ու կոմունալները վճարել։ Ես երկար ստաժ ունեմ 42 տարվա եւ ստանում եմ 55,800 դրամ։ Ինչ եք կարողանում անել այդ գումարով։ Ինչ եմ անում։ Հակուս ճիշտն ասած այդքան չեմ կարողանում տարվա մեջ մի անգամ իսկ սնունդը ոչ լիարժեք 65,000 չէ քիչ է կողմնակի ոչ մի բան չկա մենակ է թոշակն է Ինչ եք կարողանում անել այդ 65,000-ով 65 թե վարձեր կմուզես սնունդ է պիտի սնունդ եղնոր երկար ապրես Դե առնում եմ էլի չեմ խնայում Ոմանք գումարում, հանում ու արդյունքում ոչ մի բան չի մնում թոշակից Այդ է, միայնագին նպաստիկուտան 20,000 ամիսը 20,000 40,000 միայնակ ապրող մարդերի վարձտամ էներգիայի վարձտամ, գազի վարձտամ տեղի համար, երկրորդ կարգի հաշմանդամ եմ հա իմ իջայլոց չեմ Հեչ բան Ես կխնդրեի մեր վարչապետին այդքան որ գործեր կատարում է նաև թոշակառուներին դիրություն անի ինքը անտեսել է մեզ անկեղծ եմ ասում վարչապետը մեր տարեցներին անտեսած է պահում ինքն էլ պիտի մեծանա թող մտածի թոշակի պիտի անցնի եւ ինքը կապրի այս թոշակով Այսօր ազգային ժողովի ամբիոնից աշխատանքի ու սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը պատասխանելով ընդդիմադիր падգամավորի հարցին, թե երբ է բարձրացվելու կենսաթոշակը պնդեց, գնալու են այլընտրանքային բարձրացումների։ Մենք 2026 թվականի հունվարի 1-ից հետվճարի սահմանաչափերը վերանայելու ենք դեպի վերև։ Այսօր գործող 12%-ի փոխարեն մենք այն սահմանելու ենք 20%-ի չափով, որը մոտավորապես միջինում բարձրացնելու է կենսաթոշակները 3-ից 3500 դրամի սահմաններում։ Այնինչ անկանխիկ եղանակով կամ բանկային քարտերից ոչ բոլոր թոշակառուներն են օգտվում։ Ես քարտ չունիմ ազիզ ջան, ես քարտով առևտուր չեմ ենե, քարտը չեմ սիրե։ Քարտից օգտվում եք։ Չէ, խելքս չի ասնի։ Չեք օգտվում։ Չէ։ Ծերությունը վայելելու փոխարեն հոգսերի մեջ ենք, դժգոհում են տարեցները, պետական մակարդակով հոգացությունը քիչ է։ Այստեղ բարեգործական կազմակերպություններն են բացը փորձում լրացնել։ Շուրջ 400 միայնակ տարեց օգտվում է Կարիտասի խնամքի ծրագրերից։ Այսօրվա միջոցառման պաստառի հերոսներից 90-ամյա Արաքսիա տատը մի բանի համար է ափսոսում։ Շատ եմ ափսոսում, որ մեծացել եմ 90 տարեկան Հերիքա, բայց խոսք եմ դվել ասուն, որ 100 տարի պիտի ապրեմ։ Պահելու եք խոստումը։ Ահա, որոշել եմ, ասուի հետ պայմանագիր եմ կապել։ ՄԱԿ-ի վիճակագրությամբ Հայաստանը համարվում է ծերացող երկիր, 500,000-ից ավելի թոշակառու կա, որոնք միջինում ստանում են 49,000 դրամ կենսաթոշակ։